Մենք պայքարում ենք արդարության եւ ազատության համար։ Իմացեք, չնայած նստած ենք, բայց տնկաչոք չենք։ 11 րոպե 49 վայրկյան տևողությամբ ձայնային ուղերձ Բաքվի բանտից։ Ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դիմում է բոլոր իրավապաշտպաններին ծանոթանալ շինծու դատավարության հաջորդ փուլի, վերաքննիչի կայացրած որոշման ու բազմաթիվ խախտումների մանրամասներին։ Սա մի թատրոն էր, որի սցենարը գրված էր նախորդ։ Նույնիսկ չհամարձակվեցի սխալները շփթին։ Երբ որ թողեցին այդ վճիռները ուժի մեջ, իմ պաշտպաններին ներկայացրին 5 կազմով։ Այն դեպքում, երբ որ նրանք փոխվել էին այս դատավարության ժամանակ, այսինքն ոչ միայն հարկ չհամարեցին ստուգել, այլ նաև չհամարձակվեցին փոխել նախորդ գրված սցենարը, նույնիսկ շփկել այն սխալները, որը այնտեղ կան։ Սա զուտ ֆորմալ մի ուրեմն փուլ է, որը պետք է անցնենք, որպեսզի հետագայում եւս այն օգտագործենք միջազգային դատարան դիմելու համար։ Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատարանի խախտումները արձանագրելու, քննելու ու շտկելու փոխարեն բազմաթիվ նոր խախտումներ է թույլ տվել։ Դրա հետևանքով Դավիթ Բաբայանի նախկինում սահմանված պատժաչափին ավելացել է 2 ցմահ Իրավապաշտպան Աննա Մելիքյանի խոսքով վերաքննիչ դատարանից որևէ ակնկալիք չի եղել ու չկա։ Առաջին ատյանի վճռում փոփոխություն անելու դեպքում էլ էական շեղում չէր լինի։ Սցենարը գրված է նախապես, այն ոչ թե իրավական, այլ քաղաքական տիրույթում է։ Հերթական անգամ արձանագրել, որ խախտումներ կան, ամենատյանի խախտումները ավելացնելու են այդ բողոքի փաստական հիմքը եւ հետագայում ԵԴՕ-ում այդ բողոքը երբ որ քննվի, արդեն բոլոր խնդիրներին պետք է անդրադարձ կատարվի։ Փակ դռների հետևում եւ Ալիևի ուղիղ հրահանգներով անցկացված այսպես կոչված դատավարությանը խախտվել են ապօրինի պահվող ռազմագերիների բոլոր իրավունքները, ասում է իրավապաշտպանը։ Ստեղծված աշխարհաքաղաքական վիճակում Բաքուն չի կատարում նույնիսկ միջազգային ատյանների որոշումները, անպատժելի է ու մտավախություն չունի, որ պատասխանատվության կենթարկվի։ Այն դերակատարները, օրինակ Եվրոպական միությունը եւ այլն, որոնք որ սովորաբար ավելի շատ են բարձրաձայնում մարդու իրավունքների խախտումների մասին, Ադրբեջանին գործընկեր համարելով, կարծես թե փոքր-ինչ ավելի նվազեցրել են այդ ճնշումը, որը կարող էր լինել։ Մինչ օրս հայերի կողմից բերված եւ վճիռ կայացրած գործերով Ադրբեջան դեռ որևէ գործ չի կատարել։ Եվ այստեղ է, որ պետք է դիվանագիտական եւ քաղաքական ճնշում լինի Ադրբեջանի վրա առաջին հերթին։ Դավիթ Բաբայանը ձայնային ուղերձում նշում է, որ դատարանում անverջ ընդհատել են իր ելույթը։ Բոլոր բողոքները 100%-ով բավարարվել են հօգուտ մեղադրողի։ Բաբայանն ասել է նաև, որ ինքն ու բանտում պահվող ընկերները առողջական խնդիրներ ունեն եւ խնդրել է, որ իր խոսքը արձանագրվի միջազգային դատարան դիմելու համար։ Թեև կասկածում է, որ այդ թատրոնում որևէ խախտում արձանագրվում է։ Վստահ եմ, որ տեղ կգտնի այն գանգատնում, որը Իրանունից իր ներկայացուցիչները ետ կտանեն, որովհետև եւս մեկ հնարավորություն է գոնե իր խոսքից արձանագրելու այն խախտումները, որը նա նկատել է, մինչև որ վճիռը կլինի կամ այլ ապացույցներ կլինեն եւ այլն։ Բայց կարծում եմ այս ուղերձների ամենակարևոր գուցե նշանակությունը այն է, որ մենք դեռևս խոսում ենք դրա մասին։ Այսինքն դա իրենց մասին չմոռանալու եւ այդ խնդիրը օրակարգում պահելու նաեւ հնարավորություն է։ Շատ կարևոր է շարունակել հայրենադարձության հարցը բոլոր հարթակներում բարձրացնել, որովհետեւ խաղաղության գործընթացի շրջանակներում ոչ միայն տնտեսական կապերի վերականգնումն է կարևոր, այլ ավելի կարևոր է հենց մարդաշիրական հարցերի լուծումը եւ կոնֆլիկտով պայմանավորված եւ անազատության մեջ գտնվող հայերի ճակատագիրը առաջնային հարցը պետք է լինի։ Հատկանշական է, որ ապացույցների ու փաստերի փոխարեն Բաքվի դատարանը օգտագործում է ստեր, կեղծիքներ, կենացներ, իրենց քաղաքական տարբեր մոտեցումներ ու կարգախոսներ։ Արցախի նախկին արտաքին գործերի նախարարը ուղերձում շնորհակալություն է հայտնում նման որակի եւ քանակի կեղծիքների եւ խախտումների համար, ընդգծելով, դա հետագայում կնպաստի նաեւ արդարության վերականգնմանը։ Դրանք կներկայացվեն միջազգային դատական ատյաններ։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։